Ամրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ է գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը։ Բոլորիս քաջայինն է, որ այն սպառնում է բնակչության ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական կենսունակության վրա։ Պատահական չէ, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1987 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունել է բանաձև համաձայն, որը որոշվել է հունիսի 26-ը նշել որպես ամրամիջոցների դեմ պայքարի միջազգային օր։ Այսօր թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը պահանջում է միասնական մոտեցում, հստակ ռազմավարություն և ամենակարևորը ուժեղ կամք այդ չարիքի դեմ պայքարելու և այն արմատախիլ անելու համար։ Թմրամիջոցների Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում 5 ամիսների Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների դեմ պայքարում տարվող աշխատանքների արդյունքները։ Հանրապետությունում թմրամիջոցների ոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2014 թվականի 5 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել է մի շարք օպերատիվ կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված է եղել այդ արատավոր երևույթի կանխարգելման ու հայտնաբերմանը։ 2014 թվականի տարեսկզբից Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը իր գործունեության հիմնական թիրախը ընտրել է հանրապետություն թմրամիջոցների ներմուծման կանխումը։ Այդ նպատակով էլ ակտիվացել է համագործակցությունը մաքսային և փոստային ծառայությունների հետ։ 2014 թվականի 5 ամիսների ընթացքում հանրապետությունում իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների ոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության 443 դեպք։ Նշված դեպքերից 244-ը վերաբերվում են թմրամիջոցների ապօրինի իրացմանը, իսկ 199-ը թմրամիջոցների կամ ոգեմետ նյութերին ապօրինի շրջանառությունը առանց դրանց իրացնելու նպատակի։ Նշված գործերով քրեական պատասխանատվության է ենթարկվել 166 անձ, որոնցից 5-ը օտարերկրյա քաղաքացիներ։ Հանրապետությունում իրավապահ մարմինների կողմից 2014 թվականի 5 ամիսների ընթացքում արգրավել է 859 կգ, 527 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ներկայացնեմ թմրամիջոցների տեսակները քանակների ինչ թմրամիջոցներ են հայտնաբերվել։ Կոկային տեսակի թմրամիջոց 3 կգ, 964 գրամ, մեթադրոն տեսակի թմրամիջոց 2.8 գրամ, հերոին տեսակի թմրամիջոց 850 կգ, 191 գրամ, բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքս տեսակի տեղահաբեր 1999 տեղահաբ, հափյոն տեսակի թմրամիջոց 95.8 գրամ, ամֆետամին 22.34 գրամ, մեթամֆետամին 9.8 գրամ, կոդեին 8.6 գրամ, մարիխուանա 3 կգ 260 գրամ, հաշիշ 500.7 գրամ, հաշիշի յուղ 0.73 գրամ, կանեփի թուրք 1 կգ 413 գրամ, կալկաչի ծաղոտ 17.2 գրամ, դեզոմորֆին 10 գրամ և տարբեր տեսակի հոգեմետ դեղահաբեր 213 հատ։ Մի կան ճիշտ է, դուք ընդհանուր թիվը դուք ասեցիք 500 քանի կիլոգրամ, այո։ 500 800։ Համարյա բոլորը գերոին է։ Դե այստեղ մեծ խմբականակը որ հայտնաբերվել է, դա համարյա ծանոթը գերոին է։ 9.5 ներկայացնում հանրապետությունում, որ ներկայումս շուկայում սև շուկան, թմրամիջոցների սև շուկան տիրող իրավիճակի վերաբերյալ ստացվող օպերատիվ տվյալները վկայում են, որ ներկայումս հանրապետությունում հիմնական թմրամիջոցի համարվում բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքս տեսակի դեղահաբերը, որոնք ներկրվում են եվրոպական տարբեր երկրներից, մասնավորապես Ֆրանսիայի Հանրապետությունից։ Միայն 2014 թվականի նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է նման 11 դեպք։ Հայաստանի Հանրապետությունում ներմուծման 11 դեպք։ Նշենք, որ սուբուտեքս տեսակի դեղահաբերը Ֆրանսիայում և եվրոպական բոլոր երկրներում որպես օգտագործվում որպես ալկոհոլի
բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոց, սակայն մեր հանրապետությունը տվյալ դեղահավերի շրջանառությունը արգելված է եւ այդ իսկ պատճառով մեր Ֆրանսիայում բնակվող հայրենակիցները այնտեղից էժան գներով գնում եւ մահացանակ ճանապարհով մեջված դեղահավերը ուղարկում են բարբերաբար Հայաստանի Հանրապետություն։ Ոստիկանության կողմից հսկողությունը իրականացում նաև մետադոնային բուժման ծրագրում ընդգրկված անձանց նկատմամբ այսօր նշված բուժման ծրագրում նարկոլոգիական կլինիկան հաշվառված է 264 ցանց, որից 230-ը Երևանում, 22-ը Վանաձորում, իսկ 12-ը Գյումրիում, նախատեսվում է նաև մետադոնային բուժման ծրագիր բացել նաև Սյունիքի մարզում։ Այսքանը։ Բարձր։ Ձեր տվյալներով այստեղից գալիս սպառվում է հենց Հայաստանում, թե Հայաստանից տրանսպորտ գնալու երկրությունները մասն է։ Հասկացա։ Ինչպես նշեցի, սուբովի ստացագիր դեղահավերը ներմուծվում են Ֆրանսիայից, հերոին, ապիոն, տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև մետամֆետամին եւ ամֆետամին Պարսկաստանի Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թուրքիայից նաև ներմուծվում է հերոին, դեպք կոկային տեսակի թմրամիջոցի ներմուծման Դոմինիկյան Հանրապետությունից։ Կոտ դիվուարից եւս կար ինչ-որ խմբավորում, որ հայտնվել է։ Չէ, ուզում եմ ճշտեմ այդ Այստեղ է իրացվում այդ ամենը։ Հայկական շուկայի համար ինքը գալիս է հայկական շուկայում, թե բացի հայկական շուկայից նաև տրանզիտ գոտել է օգտագործում։ Օրինակ անցած տարի հայտնաբերեցին դեպք ապիոն տեսակի թմրամիջոցի, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ծանրոցար բերել Հայաստան եւ ուզում էր փոստի միջոցով այն ուղարկել Կանադա։ 4 կիլոգրամ, կոնկրետ քանակետավական չեմ հիշի։ Իսկ որ մասն է այստեղ իրացվում։ Ու գնալով ավելանում է իրացումը, չէ՞։ այլ դինամիկան, դուք թվեր ասեք, անցած տարի թվեր համեմատենք դինամիկան տեսնենք, չէ՞։ Այս տարվա նույն ժամանակահատվածի համաձայնից նշեցի, որ հայտնաբերվել է ապօրինի շրջանառության 443 դեպք։ Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեպք նշված ժամանակահատվածում մինչ օրս հայտնաբերվել է 443 դեպք Այս տարի։ Անցած տարվա 331 դեպքի դիմաց։ Այսինքն աճ կա։